Ժորժան, բոլորս գիտենք, որ վարկային ոլորտը մեր երկրում գտնվում է բարդակ վիճակում, որովհետև կենտրոնական բանկը չի վերահսկում այդ ոլորտը։ Չկա այն շեմը, որից ավելի բարձր ֆինանսական վարկային կազմակերպությունները չեն կարող օրինակ տալ մարդկանց վարկ։ Ինչ տոկոսադրույքով ուզում են տալիս են, որովհետև օրենք չկա, որը սահմանափակում է, հա, կենտրոնական բանկի կողմից 200, 300, 400%-ով վարկեր կա ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Պատկերացրեք, սա թալան է, մարդկանց թալան։ Հիմա ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ ասում եմ, որ պետք է ընդունվի շեմ, որից ավելի բարձր չեք կարող տալ տոկոսադրույքով մարդկանց վարկ։ Սա մեկ, երկրորդը սնանկի թեման, որը շատ կարևոր է։ Մարդիկ ահազանգում են, ասում են ինչ պատճառներով վերցրել ենք վարկ, չեն կարողանում տալ, ընկել ենք խնդիրների մեջ, ճանաչվում ենք հիմա փաստացի սնանկ, որտեղ բան չունենք, գույքը վաճառել ենք, բայց պետքա դիմենք իրավաբաններին 1 միլիոն, 1 միլիոնից ավել դրամ փող տանք, որ մեզ փաստաթղթերով ճանաչեն սնանկ։ Այսինքն ճշմարտությունը ուղղակի փաստաթղթերով հիմնավորվի։ Այս որ դառնակ, 21-րդ դառնա, չէ՞, ավտոմատացված կերպով դա պետք է անի պետությունը։ Եթե մարդ չունի, պետությունը դա տեսնում է, որ գույք բան չունի։ Ու պետք է ավտոմատ կերպով սնանկ ճանաչվի եւ դա բանկ, կենտրոնական բանկ, բանկեր, պետություն համագործակցության արդյունքում նման համակարգ կարելի է ստեղծել 21-րդ դարն է վերջո։ Ինչա նշանակում մարդ 1 միլիոն, 1 միլիոնից ավել տա, որ իրան ճանաչեն սնանկ։ Հենա եթե կարա տա, ի վիճակի է 1 միլիոնից ավել տա սնանկ ճանաչվի։ Հենա կգնա վարկերը կփակի։ Այս օրենքը պետք է ընդունվի, ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը եւս մեկ անգամ ասում եմ, պետք է այս երկու կարևոր օրենքները ընդունվի, ավտոմատացված եւ անվճար կերպով արվի, անվճար։ Ժորժան, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, տարածեք այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմեջին։